Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ինձ թվում է դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա։ Ինքը հայտարարել է, որ գործունեությամբ է զբաղվում, բիզնեսմեն է։ Դե եթե բիզնեսմեն է, բնականաբար արդեն ինքն էլ պետք է իր շահերի համար բանավիճի, այդ ձևով է բանավիճում։ Հիմա ձեր պահանջը շարունակում է մնալ, որ շրջանառության հարկը շեմիջեցվի եւ մնա 5%-ը։ Բացի շրջանառության հարկը գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տերոր է լինելու։ Ազգի վրա տերոր է լինում, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու։ Ձեր կարծիքով իսկապես ժողովուրդը հոգնել է այս թանկացումներից եւ իսկապես դժգոհ է Նիկոլ Փաշինյանից։ Այսօր նա ստատուս է գրել, ասում է ժողովուրդն է բերել ինձ, ժողովուրդն էլ կհեռացնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ես կարծում եմ, եթե այն ժամանակ 18 թվին հարցնեիք ժողովրդին, կարող է 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա, շատ 10%, չգիտեմ ինչ շահի դիմաց կամ ինչի համար է։ Այսօրվա այս ազգին ամբողջ այս վիճակի գցելու, ես մտածում եմ, պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի ասել երևի ատում է, որ այսքան ամբողջ ազգին բոլոր կողմերից է, էլի ամբողջ այդ նեղությունը տալիս, ոչ թե մենակ մեզ տնտեսվարողներին։ Պետություն եմ սարքում։ Հա, բա թող քիչ ծախսեն։ Թող 500,000-նոց մեքենա չառնեն, պետական մեքենաները վաճառքի էր դրել, որ ավելի լավ առնեն, 20 հատ մեքենա վաճառում էին, որ լավ առնեն իր համար։ Թող ինքն էլ մեզ նման լինի։ Մեզնից մեկն է։ Ասեցիք ատում է, հա, Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, սա արդեն դա է ցույց տալի։ Վերջի եթերներից մեկում ասում էր հավատակ չհավատակ, սիրում եմ բոլորիդ։ Տաստված որ տենց լիներ, որ սիրեր չէր կարող պայքարեր այն բանի համար, որ ազգը դուրս գար երկրից ավելի շատ հայաթափություն է լինելու սա։ Մի անգամ էլ փորձեցին, չէ, չստացվեց, դատարկվելու է։ Հիմա, ասենք, մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում են եղի, որ դուրս գան։ Այս երկրում հնարավոր չի իրանց տերորով աշխատել։ Հիմա այսօր ինչ եք պահանջում, ում հետ հանդիպում ինչ։ Միայն Նիկոլ Փաշինյանի, որտեղ ոչ մեկ ոչ մի արձագանք չի տալիս։ Իսկ որ ասում եք գույքագրումն է խնդիր, կմանրամասնեք ինչն է այդտեղ խնդիր։ Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, էնդեսը վճարել են եւ չի վաճառվել։ Պետությունը միևնույնն է, մեզ էնդեսը հետ չի տալի։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5,000-ով, հետո 1000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բրակ կա, դրանք լրիվ խնդիրներ են եւ հետո առավել եւս, եթե գույքագրումով սկսենք, գույքագրումը ինքը իրանից պահանջելու է բարձր հաշվապահություն, բարձր գներով հաշվապահություն, նաեւ աշխատատեղ, որը որ գործատուն չի կարա այդքան վճարի։ Այդ եկամուտները չունի, որ ինքը 3 աշխատող էլ ընդունի։ Տիկին Կարինե 6 ամսով այդ հետաձգման որոշումից էլ էիք դժգոհ, ամեն դեպքում իրենք հետաձգ է, խաբեություն է։ Ամեն դեպքում ասում են, էլի հոգուց ձեզ աշխատանքներ են տարել, հատկապես ինչն է խաբեություն։ Խաբեությունը ոչ մեկն էլ չի գույքագրել, ոչ մեկն էլ չի գույքագրել, բնականաբար գույքագրածներ իրանք չէին կարա մի անգամից հարձակվեն ամբողջ ազգի վրա։ Այդ ժամանակ արդեն այդ 55,000-ները ոտքի կհելնեն։ Իմ համար սենց է, էլի, ասենք, իրոք շատ փնթի օրենք են ընդունել։ Փնթի օրենք ընդունել ասելով ինչ նկատի ունեմ, ասենք օրինակ վերցրել են մենակ հարկային հիմնավորումն է, այսինքն օրենքի տակը, որ դուք հիմի վերցնեք, մենակ հարկային աչոտներն են։ Իսկ դրա տակը 55,000 մակտ է, ոնց որ, ու տարբեր խնդիրներով, տարբեր ոլորտներով, գոնե եկակ մինիմում պետք է ինչ որ ձևի ֆոկուս խմբերով, որ գոնե այս հատվածին, ասենք, այդ հակցը ոնց է լուծելու։ Օրինակ, մի հատ օրինակ բերեմ, ավտոմեքենաները, որ ենթադրենք դուք ավտոմեքենան խփերեք, եք այդ ավտոմեքենան սարքելու ենթակա չէ, տանում եք վաճառում եք, չէ։ Հիմա դուրս է գալի։ Օրինակ, իրանք պետք է գնային, օրինակ այդ ավտոմեքենաների այդ գործանողներին, տենային ինչքանով է իրական տեսական ու այդ մարդը ենթադրենք
այդ բաղը չեմ հիշում, օրենքով դզման նախատեսված է, էլի այդ ավտոմեքենան որ քանդում ես, բայց այսինքն դուսա գալի դու պետք է հատ գույքագրես։ Ինչքան ժամանակ է ծախսելու, ու կամ ասենք էդի պահի տակ էս մի կտորը քանդում են, հետո էս մի կտորն են քանդում, հետո նշ չէ որ միանգամից են քանդում։ Դուսա գալի, չգիտեմ, ասենք ես Հայաստանի տվյալներին չեմ տիրապետում, բայց մի հատ էական հատված ոնց որ այդ օրենքից դուրս է մնացել, որովհետև պրակտիկայում երևի համարյա անհնար է, հա, իրան տեսականորեն հնարավոր է, բայց պրակտիկայում անհնար է, ու ամենակարևորը այդ մարդկանց այդ լրացուցիչ աշխատանքը, որ անում են, Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ արժեք չի ստեղծվում։ Էդի մի ոլորտ, երկրորդ ոլորտը, ասենք այդ նույն մրգի փոքր խանութներն են։ Մրգի փոքր խանութները, ասենք, տեսեք, ամենակիչը, որ սենց վերցնենք, իրանք ամեն օր ինչ որ միրգ թափում են, ճիշտ է։ Դրա համար պետք է օգտավորեն, դրա համար հատուկ ձև կա, որ պետք է հարկային տեսչությանը իրազեկեն։ Այդ մարդը ամեն օր մի ժամ ավել է աշխատելու, որ այդ թղթը, էդի լավագույն տարբերակն եմ ասում, որ մի ժամ, բայց հնարավոր է, որ մեծ հավանականությամբ մի ժամից շատ, սկզբից մի ժամից շատ, հետո կիշնի մի ժամ, բայց ինքը ամեն օր պետք է այդ թուղթը լրացնա։ Այդ դրանից մեր Հայաստանի Հանրապետությունը ինչ օգուտ, որ մենք այդ մարդու կյանքը ավելի վատացրեցինք, չէ՞։ Դե նշ որ անարդյունք է։ Մենք էկոնոմիկայի նախարարի հետ պայմանավորվածություն ունենք հանդիպելու, նամակը գրված է, պետք է որ նշանակեն, հանդիպենք ու մի շարք հարցեր ենք դրել, հա, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելու համար։ Մենք սպասում ենք իրենց ոնց որ պատասխանին երբ է այդ օրը լինելու։ Հանդիպումից դուրս գալուց առաջ ձեր բազմաթիվ գործընկերներ դժգոհ էին էկոնոմիկայի նախարարությունից, ասելով, որ իրենք ընդհանրապես խնդրից տեղյակ չեն, ուղղորդում են այս նախարարություն։ Չէ, գիտեք ոնց է, ըստ երևույթի մեր նախարարությունները ոչ մեկ իրավասուչի ինչ որ մի որոշում կայացնելու, հա, առանց գերագույն հրամանատարի, հա, ես այդպես եմ հասկանում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու իրականում ինձ թվում է դա այդպես է։ Էկոնոմիկայի նախարարը ասում է, որ մենք չենք կարա, դա մեր գործը չի, որ մենք նման օրենքը կասեցնելու ինչ որ բան տանք, բայց դե եթե էկոնոմիկայի նախարարությունը այդ ամեն ինչի հետ կապ չունի, այսինքն մեր երկրում պետք չի, հա, երևի այդ նախարարությունը։ Ասում է Նիկոլ Փաշինյանը բազմիցս պաշտպանել է հարկային այսպես կոչված փոփոխությունը, փոփոխությունն էլ է պաշտպանել, ասել է, որ ճիշտ է այս փոփոխությունը եւ դուք պետք է կարծեք հարմարվեք իրավիճակի, ներկայացնեք փաստաթղթեր եւ այլն, այսինքն օրենքի տառին համապատասխան պետք է գործեք։ Այս առնչությամբ ինչ դիտարկումներ ունեք, Փաշինյանը շարունակում է պաշտպանել, հետեւաբար եթե նշում եք, որ էկոնոմիկայի նախարարն էլ ասել է ինքը իրավասու չէ կասեցնել, որը պիտի լինի հաջորդ քայլը ձեր։ Հաջորդ քայլը մենք էլի հավաքվելու ենք, էլի մեր ձայնը լսանելի ենք դարձնելու։ Ինչ մնում է պարոն Փաշինյանը, որ ասում է դա ճիշտ է։ Իսկ սկզբանե իրանք ժողովրդին մոլորության մեջ են գցել։ Երբ որ իրենք արտահայտվում են, ոչ միայն պարոն Փաշինյանը, շատերը, հա, կառավարությունից, ասում են, որ եթե դուք թղթավորեք ձեր ապրանքները, ընդհանուր մինչև 1% դուք կարող եք ձեր հարկերը նվազեցնել։ Նման բան գոյություն չունի։ Տեսեք, մարդը, որ յուրաքանչյուր տնտեսվարողը ապրանքը թե կներմուծի, թե ինչ որ մեկից թղթով կառնի, հա, այդ թուղթասվածով, այդ հատվածն է 1%։ Մնացած, չէ որ այդ մարդը պետք է շահույթ էլ ունենա, ինչ որ մարժա պետք է, չէ, գա ապրանքի, X ապրանքի վրա։ Այն շահույթը ենթադրենք սենց վերցնենք, X մի հատ գումար վերցնենք, 1000 դրամ ենթադրենք, այդ 1000 դրամից ինքը 1% հարկվելու, եթե ինքը 500 դրամ մարժա գավարեն, չէ որ ինքը ծախսերել ունի լրացուցիչ, այդ 500 դրամից ինքը արդեն հարկվելու է 10%։ Հիմա անդեի ինչ թուղթ պետք է լինի, հա, որ այդ տոկոսը իջացնեն 1%-ի։ Ես այդպես բան չեմ տեսնում այդ ամենի մեջ։ Նաև ձեր միջոցով մեծ բիզնեսների վրա դուրս գալ, որովհետև մեր երկրի ամենամեծ խնդրեմը երբեմն որոշ խոշոր բիզնեսմենների մեջ է, որոնք հաճախ աշխատում են չփաստաթղթավորված ու իրենց հետևից մյուսներին էլ են տանում։ Իմ կարծիքով խոշորներին իրանք լավ էլ ճանաչում են, լավ էլ գիտեն խոշորները ով են, հա,
Թող իրանց վրա աշխատեն, ինչ են փոքրերին նեղում։ Ասում է, որ Յաշիկ առ Յաշիկ, Բրաբուս առ Բրաբուս պիտի հետ բերի։ Ձեր մեջ կան այդպեսի մարդիկ, որ քշում են Յաշիկ, Բրաբուս։ Իհարկե ոչ։ Չէ։ Չունենք Բրաբուս մենք, ոչ Յաշիկ ունենք, մարմնագույն մեջ ապրանքա։ Փառք եղել, բայց ոչ Յաշիկա։ Այդտենց ծավալում։ հետակ առևտրի կենտրոնում։ Այսօր կան ձեր առևտրի կենտրոնից էլի մարդիկ, որ եկել են։ Եվ գալիս են դեռ։ Համ եւ կան եւ գալիս են։ Հավաքվում են դեռ ժողովուրդը։ Ձեզ մոտ նորմալ առևտուր լինում է։ Այսօրվա դրությամբ այս տարին ինչ սկսվել է, հունվարից սկսված, առևտուր գոյություն չունի։ Պարոն Փաշինյանը, որ 10 միլիոնից խոսում է, ասում է դա օրը 27000 դրամ է անում, հա, տարեկան։ Ասում է դա 27000 ինչ թիվ է, որ մարդիկ չեն անում, հա, բայց հավատացեք, շուկայում մարդիկ կան, որ ընդհուպ 3 օր մեր ժողովրդական լեզվով ասված սվտա բառ հա գոյություն ունի, մարդիկ սվտա էլ չեն անում 3 օրով։ Մարտունի վրա իշեր։ Երբ որ Սուրմալուի պայթյունից հետո հա փեթակում ստուգումներ էր եւ մի քանի օր փակ էր, շուկան չէր աշխատում, շատ մեծ թվով աշխատակիցներ դուրս են եկել, ինչպես կառավարության շենքի մոտ, այնպես էլ տարբեր գերատեսչություններ։ Ինչու այսօր այդ նույն քանակը չենք տեսնում մենք։ Այսօրվա դրությամբ տեսեք, էլի գալիս ենք նույն հարցին, քանի որ առևտուր չկա, յուրաքանչյուր տնտեսվարողը մտածում է ինքը իր աշխատանքի տեղում գտնվի, կարող է։ Այսօր ասացիք աշխատանքային չէ, փակ շուկան առավել ևս։ Այսօր հանգստի օր է, բնականաբար։ Չէ, հիմա եթե մենք համեմատականներ ենք անցկացնում, ես իմ միտքը չեմ ավարտում, դուք ձեր երկրորդ հարցն եք տալի, հա։ Տեսեք, այն ժամանակ յուրաքանչյուր մարդ ուզում էր աշխատել, ամբողջական շուկան փակ էր, հա, մարդիկ դուրս են եկել փողոց, որպեսզի թույլ տային շուկան բաց լիներ եւ աշխատեին։ Այսօրվա դրությամբ չաշխատելու ինչ որ բաներ չկան, հա, բայց աշխատանք չկա, գործ չկա, առևտուր չկա։ Մարդիկ էլ մտածում են գտնվեն աշխատավայրերում, ինչ որ մի հարց կարողանան լուծեն, այդ նույն հարկը գոնե կարողանան աշխատեն, հարկը տան, որ խնդրի առաջ չկանգնեն, գործ չեղած ժամանակ մի հատ էլ ինչ որ տուգանքներ լինի, երամսյա հաշվետվությունը ժամանակին չտան, հա, տեղավարձեր կան, որը որ ոչ մեկին հետաքրքիր չի, դու աշխատել ես, թե չես աշխատել, տեղավարձդ պետքա տաս, որ կարողանաս շարունակես քո աշխատանքը։ Դա նպաստում է այսօրվա դրությամբ, մի խոսքով լավ կյանքից չէ, եթե մարդիկ առևտուր ունենային, գործ անեին, հաստատ 3 օր էլ, 4 օր էլ, 10 օր էլ կփակեին իրենց հաշվին, կգային իրենց ձայնը, կբարձրաձայնեին, բոլորին հետաքրքիր է, բոլորը հարցնում են, մասնակցում են ինչ-որ մի այլ ձևով, ոչ թե ֆիզիկապես տեղ կանգնած, այլ ձևով ինչ-որ, ասենք, իրանց մոտիկներին են, հա, այս ամեն ինչը կիսվում են, ասում են, եւ մարդիկ գալիս են, այս չէ, որ չեն գալի։ Մենք ինքը ասեց մենք կարանք ձեզ աջակցենք ամեն հարցում, բայց ֆինանսական այդ հարկային հետ կապված հարցերը իմ պոզիցիան չի։ Բայց չճշտեցիք ում պոզիցիան է։ Դե դրանք իմ կարծիքով ասին դա հարկային ու ֆինանսների նախարարությանը, որոնք մեզ ցույց են տալիս գծագրեր, հա, ժողովուրդը գծագրեց ինչ ասի, ես ինքս պոլիտեխնիկական ինստիտուտ եմ ավարտել, դուք ինչպես գիտեք, այնքան գծագրեր են գծել ու շատ լավ հիանալի գիտենք, նրանց ոչ մի գծագիր չի համապատասխան գծագրական տվյալներին։ Էկոնոմիկայի նախարարը ինչու ձեզ հանդիպեց, եթե իր պոզիցիան չի։ Չէ, դե այն մարդը հանդիպումը օրինակ սխալ, ես չեմ գտել, որ դա սխալ բան է, խոսելը։ Ձեզ ինչ օգուտ տվեց այդ հանդիպումը։ Մեզ օգուտ չտվեց, մեզ ուղղակի հանդիպեցինք մեր մինիստրներ, խոսքի օրինակ, հանդիպեցինք որոշ բաներ պարզվեց, որ ինչ-որ մի բաների դեպքում հնարավոր է իրանք իրանց աջակցությունը կտան, բայց մեզ հետ պետք է իրանք հետ միասին նաև ֆինանսների նախարարը լիներ, տնտեսագիտությունը, իրավաբանական բաներ, որ մարդիկ օրենքները, որ առանց մեզ տեղեկացնելու օրենքներ են հանում, ու այդ օրենքները դրանք բոլորը հակա են մեր գործարարներին։